Նոյեմբերի 10-ին Երևանում տեղի է ունեցել Ինտերպոլի քարտերի եւ շրջաբերականների համակարգի հարցերով աշխատանքային խմբի կազմակերպած դասընթացը։ Մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության այլ իրավասու վարչությունների, արդարադատության նախարարության գլխավոր դատախազության, հակակոռուպցիոն կոմիտեի եւ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանն իր խոսքում կարևորել է հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների եւ Ինտերպոլի արդյունավետ ու ակտիվ համագործակցությունը։ Անդրադառնալով Ինտերպոլի առաքելության մի շարք առանցքային ուղղություններին, Նարինե Հակոբյանը նշել է, որ իրավապահ կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ կարևոր նշանակություն ունի քարտերի եւ շրջաբերականների համակարգի լիարժեք կիրառումը։ Ինտերպոլի քարտերի եւ շրջաբերականների հարցերով աշխատանքային խմբի ներկայացուցիչներ Ալլա Բաչինսկան, Էվա Լատին եւ Մարտին Լունան ներկայացրել են կազմակերպության գործունեության շրջանակը, գործառույթներն ու հիմնական ուղղությունները հանցավորության կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև հետաքննության արդյունավետ ընթացք ապահովելու համատեքստում, կարևորելով բոլոր տվյալների պահոցների օգտագործումը։ Ներկայացվել են նաև Ինտերպոլի կառուցվածքային միավորների գործունեության տարբերություններն ու առանձնահատկությունները, դրանց փոխգործակցության ձևաչափերն ու գործառնական համակարգերը, որոնք ապահովում են անդամ պետությունների իրավապահ կառույցների միջև արագ, նպատակային եւ համակարգված համագործակցություն։ Աշխատանքային խմբի ներկայացուցիչը անդրադառնալով Ինտերպոլի կողմից շրջանառվող քարտերի եւ շրջաբերականների տեսակներին, ընդգծել է միջազգային մակարդակով իրականացվող հետախուզումների, հանցագործությունների բացահայտման եւ տեղեկատվության փոխանակման գործընթացում դրանց իրավական շրջանակի ու կիրառման առանձնահատկությունների կարեւորությունը։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության ուղղություններին, առանձնացնելով ազգային մակարդակում իրականացվող գործողությունների առանձնահատկությունները եւ համակարգային փոխգործակցության նշանակությունը։ Վիզուալ գրաֆիկների միջոցով մասնակիցներին ծանոթացվել է Հայաստանի ստացվող ծանուցումների համապարփակ վերլուծությունը, ինչը հնարավորություն է տալիս գնահատել տվյալների շրջանառության դինամիկան, համագործակցության արդյունավետությունը եւ իրականացվող միջոցառումների արդյունքները։ Աշխատանքային խումբը բարձր է գնահատել Ինտերպոլի քարտերի եւ շրջաբերականների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի եւ այլ իրավապահ մարմինների համատեղ աշխատանքը։ Դասընթացի երկրորդ օրը Ինտերպոլի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո, որտեղ նրանց ներկայացվել են առանձին դեպքերի վերլուծությամբ խնդրահարույց իրավիճակները, քննարկվել են գործնական լուծումներ եւ արդյունավետ համագործակցության նոր ձևաչափեր։ Դասընթացն անցել է ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում։ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Ինտերպոլի ներկայացուցիչներին ամենօրյա համատեղ աշխատանքում մասնագիտական աջակցության համար։ Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր։